Հիմնական մեր խնդիրը կոնկրետ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը, որը անմիջական կապ ունի արդարադատության ուշացման հետ, որովհետև 2023 թվականին շատ առաջ չգնանք վիճակագրության հետ կապված, հանրային պաշտպանի գրասենյակը 70 հաստիկով արել է 21551 գործ և 24 թվականին այդ թիվը արդեն դարձել է 31830 2024 թվականի առաջի կես, երբ քննարկվում էր օրենսդրական փոփոխությունները և մի շարք այլ հարցեր, ազգային ժողովում խոստացվեց, որ տրամադրվի համապատասխան ռեսուրսներ, այդ թվում հաստիկներ հանրային պաշտպանի գործունեությունը ել ավելի արժանա դարձնելու համար։ Իհարկե 15 հաստիկ տրամադրվեց և մինչ փորձեցինք հաստիկները համալրել, ինչու փորձեցինք, որտեղ հանրային պաշտպանի աշխատանքը գայթակղիչ չէ։ Հանրային պաշտպանը չունի սոցիալական երաշխիքներ, հանրային պաշտպանը չի ստանում պարգևավճարներ, չի ստանում հավելավճարներ։ Եվ այս համատեքստում մենք շարունակեցինք աշխատել մինչև 2024 թվականի դեկտեմբերը համալրված 15 հաստիկներով։ Եթե չեմ սխալվում, դեռ 1 կամ 2 հաստիկ չէինք հասցրել համալրել, 2025 թվականին հաստատված բյուջեով պարզվեց, որ մենք 11 հաստիկ պետք է կրճատենք։ Ինչու՞։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև դա նպաստեց նաև դատական նիստերի հանրային պաշտպանների մասնակցության արդեն չհասցնելուն։ Հանրային պաշտպանի աշխատանքը չի սկսվում միայն դատական նիստերի մասնակցելով, ձերբակալված անձանց անհրաժեշտ պաշտպանություն տրամադրելով, հանրային պաշտպանը նաև տեսակցում է դատապարտյալների, տեսակցում է նաև կալանավորված անձանց, մարտավարություն է մշակում, բողոքներ է գրում և այլն։ Այսինքն պետք է ունենա նաև բավական ժամանակ, որպեսզի կարողանա անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել։ Մենք այսօր առաջի եռամսյակում արդեն 31881 քրեական և քաղաքացիական ընդհանուր գործերի համատեքստում ունենք 10%-ի աճ, միայն առաջի եռամսյակի կտրվածքով։ Ինչու կրճատվեց մեր հաստիկները։ Եվ եթե հաստիկների համալրման խնդիր է, այդ դեպքում մենք ևս մեկ տարբերակ ունենք առաջարկելու, լուծել կամ մտածել գործիքակազմ, ինչպես քաղաքացիականով, այսինքն հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը ունի այդ գործիքները, որպեսզի կարողանա քաղաքացիական գործի շրջանակում զտումներ իրականացնել, մասնավորապես կատեգորիաների համատեքստում, իսկ քրեականով մենք չունենք։ Այսինքն եթե ունեցանք պահանջ վարույթն իրականացնող մարմնից, դա կլինի քննիչը, դա կլինի դատավորը, մենք պարտադիր ապահովում ենք։ Եվ այս պարագայում, այո, հանրային պաշտպանը ամենօրյա ռեժիմով 4-ից 8 դատական նիստերի մասնակցելով, բնականաբար կարող է և չհասցնել։ Եվ դրա արդյունքում վերջի շրջանում նաև ունենք հանրային պաշտպաններին վարույթից հեռացումներ։ Այն պատճառաբանությամբ, որ այդ դատական նիստին չի ներկայացել, նույնիսկ այն դեպքում, և հանրային պաշտպանը ներկայացել է հիմնավորում այդ նույն ժամին այլ դատարանում դատական նիստի մասնակցելու վերաբերյալ ապացույցներով։ Հարցս հետևյալն է. ինչու կրճատվեց հանրային պաշտպանի հաստիկները։ Շնորհակալ եմ, բայց կարծում եմ այդտեղ էլ հարցը մեր ընդհանուր գործելակերպի մեջ բոլորիս մոտավորության պրոբլեմն է, որովհետև իսկ մեզ ինչքան հանրային պաշտպան է պետք, քանի հաստիկ պետք է լինի, որ մենք դա համարենք բավարար, որովհետև ակնհայտ է, որ այն թվաբանությունը, որ դուք ներկայացնում եք, նույնիսկ այն ավելն էլ է քիչ, եթե տրամաբանությամբ դնենք, և արդյունքում ստացվել է, որ որոշակիորեն նախկինի համեմատ ավելացել է։ Այսինքն իմ ասածն այն է, որ այստեղ էլ հարց կա, իսկ քանի պաշտպան է, այսինքն որ ենթադրենք կրճատված չլներ։ Հիմա մենք ասելու ենք, որ մենք ունենք անհրաժեշտ հանրային պաշտպանների թիվ, դուք հիմա նույն լեգիտիմությունը կունենայիք, այդ նույն վիճակագրությունը բարձրաձայնել, ասել, որ այսքան հաստիկ ավելացրել եք, բայց քիչ է, պետք է մի այդքան էլ հաստիկ ավելացնեք, կամ հլը այդքանն էլ է քիչ։ Այստեղ
անորոշությունների դաշտ, որ մտնում ենք, այդտեղ է մեր հիմնական խնդրեմ։ Մենք դեռ չգիտենք, իսկ ինչքան պետք է դեռ ավելացնենք։ Դատավորների դեպքում գոնե ինչ-որ ստանդարտ կա միջազգային, ես չգիտեմ, հանրային պաշտպանների դեպքում էլ կա ստանդարտ, ուրեմն պետք է դնենք մեր ստանդարտը, երկարաժամկետ պլան ունենանք։ Նաև հայտարարագրման ինստիտուտի, համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը այդքան քննադատված, նաև դրա հետ կապ ունի, որպեսզի մենք համոզվենք, որ ծառայությունը մատուցում ենք իրոք այն մարդկանց, ովքեր այդ ծառայության անհրաժեշտությունը ունեն։ Նկատի ունեմ, այո, բայց ձեր ասածից ստացվեց, որ ավելացել է, 15-ի փոխարեն ավելացել է մի փոքր, ասենք 4-5 հաստիկ 11-ը կրճատվել է, այսինքն 4 հաստիկ ավելացվել է, արդյունքում ստացվեց, որ էլի ավելացվել է, բայց ոչ 4-ը, ոչ 15-ը բավարար չեն։ Բայց հիմա մենք ինչքան ավելացնենք, որ բավարար լինի։ Այսինքն այս անորոշությունների մեջ է, որ կառավարության համար միշտ կարևոր է, որ ծախսերը կան, հետո այդ խոսույթը այն ժամանակ էլ հաջորդ ալիքով եկավ այդ խոսույթը, որ հանրային պաշտպանները չունեն սոցիալական երաշխիքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն կառավարությունը հասկացավ, որ մի տեղ է մտել, որ հիմա անընդհատ, ընդ որում լեգիտիմ, անընդհատ պետք է այդ ծախսերը ավելացնել։ Մենք մեկ էլ մյուսը, մենք իսկ այդ ծախսերը որտեղից պետք է ավելացնենք, հարգելի գործընկերներ, որ մեր հարգելի շատ գործընկերներ ասում են հարկային այս համակարգը մի փոխեք այն համակարգի, թողեք մնանք այս համակարգում, հնարավորինս քիչ հարկ վճարենք, բայց ծախսերը ավելացնենք, ում հաշվին ավելացնենք ծախսերը։ Էդ էլ ասեք, որ իմանանք, ում հաշվին ավելացնենք։ Նույն մեր փաստաբանական համայնքը ասում է, որ շրջանառության հարկի դաշտում մենք պետք է աշխատենք եւ չենք ուզում ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատենք, որովհետեւ ավելի շատ հարկ պետք է վճարենք։ Բա ում հաշվին ավելացնենք այդ ծախսերը։ Մենք գաղափարներին քննարկմանը դեմ չենք։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք էլ այդ տեսանկյունն էլ դիտարկենք։ Ավելացնում ենք, մեզ թվում է այսա կասենք, վերջ, լուծեցինք հարցը, պարզմա չենք լուծե հարցը։ Ոչ մենք չենք լուծե հարցը, այլև ընդհանրապես չենք էլ մոտեցել հարցի լուծմանը։ Որովհետև հարցի ծավալը այնքան մեծ է, որ մենք մտնում ենք այդ հարցի մեջ, ընդ որում այդ հաստիկների ավելացումը ես հիշում եմ, կառավարությունը մի քննարկման արդյունքում ա եղել, որ մենք ասել ենք այո, շատ լավ մենք կավելացնենք հաստիկը, բայց հետևից եկել են ուրիշ հարցեր, սոցիալական երաշխիքներ եւ մեկը սա բավարար չի։ Իմիջիալոց տենց խնդիրներ կան, նաեւ ուրիշ ոլորտներում, որ ենթադրենք համայնքում որևէ համայնքում ինչ որ մի հարց կա եւ այդ հարցը բարձրացվում է։ Ասում են շատ լավ կլուծենք այդ հարցը։ Գնում այդ հարցը լուծում են եւ մարդիկ տեսնում են, որ այդ հարցը բարձրացավ եւ այդ հարցը լուծվեց, մեկ էլ օբյեկտիվորեն ոչ մեկի մեղադրելու չի։ Բարձրում է տասնյակ ուրիշ խնդիրներ էլ կա եւ այդ ուրիշ խնդիրները ոնց որ այդ բանը ամբարտակը ճեղքում ես եւ այդ ամբողջ խնդիրների հեղեղը սենց դուրս է թափվում այդ բանից, բացված ամբարտակից ու հասկանում ես, ասում ես այս խնդիրը, բայց իհարկե ընդունում եմ ձեր ասածը, ես այս չեմ ասում հիմնավորելու համար, որ ձեր ասածը լեգիտիմ չի, ճիշտ չի, հիմնավոր չի, ուղղակի ինքը տես տարբեր կողմեր ունի ու պրոբլեմատիկ է, որտեվ այո, փաստաբանը բա չունենա սոցիալական երաշխիքների համակարգ, քանի որ հանրության զուգահեռ տարվում քննիչի հետ, դատավորի հետ եւ այլն, բայց ել եմ ասում, կառավարության մտավախությունն ունենա, որ Պանդորայի արկղ կբացենք ու կառավարումը ֆինանսական տեսակետից կարող ենք եւ կորցնել։